Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովը, Թրամփը, ինչպես միշտ ուշադրության կենտրոնում էր, շոու արեց ու ես ձեզ հեսա ամեն ինչ կպատմեմ, դրա համար բաժանորդագրվեք, լայքեք, գնացինք։ Նախ Թրամփը գրեթե անմիջապես սկսեց սկանդալային հայտարարություններ անել։ Ասաց, որ շատ հիասթափված է ՆԱՏՕ-ով ու ընդհանրապես չէր գա այս գագաթնաժողովին, եթե այն չանցկացվեր իր սիրելի ընկեր Էրդողանի հայրենիքում։ Ու երևի իրենց ընկերության շնորհիվ է, որ ԱՄՆ-ն կարծես թե Թուրքիային պատրաստվում է վաճառել F-35 կործանիչներ, չնայած նրան, որ ԱՄՆ-ի կոնգրեսը արգելել է դա անել։ Գրենլանդիայի հետ կապված Թրամփը նորից ակնարկեց, որ ԱՄՆ-ն պիտի Գրենլանդիան վերցնի Դանիայից, որովհետև Գրենլանդիան ԱՄՆ-ին ավելի է պետք, քան Դանիային։ Թրամփը վիրավորեց իսպանացիներին, նրանց անվանելով «վատ անհույս ժողովուրդ», քննադատեց քիչ ռազմական ծախսերի համար և հրամայեց, որ ԱՄՆ-ն դադարեցնի առևտուրը Իսպանիայի հետ։ Լուրջ։ Հիմա դա անում են։ Ասաց, որ Ուկրաինայում պատերազմը իրանց վրա չի ազդում, բայց դրա հետ մեկտեղ ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել և Պուտինի և Զելենսկու հետ և իր կարծիքով կողմերը ուզում են պայմանավորվեն։ Ըստ Թրամփի, Թրամփը արդեն 8 կոնֆլիկտ է լուծել և Ուկրաինայում կոնֆլիկտը կլինի 9-րդը։ Թրամփը քննադատեց ԵՄ երկրներին Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին չմիանալու համար։ Գագաթնաժողովը դեռ չսկսված, ՆԱՏՕ-ում քաոսային իրավիճակ էր Թրամփի պատճառով։ Բայց ՆԱՏՕ-ում կա Մարկ Ռուտեն, որի գլխավոր նպատակը կարծես թե Թրամփին հանգստացնելն ու սիրաշահելն է, ու դա իր մոտ լավ է ստացվում, ասում են։ Ռուտեն ասաց, որ Թրամփը ճիշտ է անում, որ ստիպում է ՆԱՏՕ անդամ մյուս երկրներին շատացնել իրենց ռազմական ծախսերը։ Ըստ էության Թրամփը անում է այն, ինչ որ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերն է փորձել անել՝ հավասարեցնել ԱՄՆ ու եվրոպական երկրների ռազմական ծախսերը ըստ ՀՆԱ-ի և հասնել 5%-ի առնվազն։ Ու իսկապես ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները մի տարում շատացրել են իրենց ռազմական ծախսերը, օրինակ Կանադան պատրաստվում է Գերմանիայից գնել ռազմական սուզանավեր, ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են անել մոտավորապես $250 միլիարդ ռազմական տարբեր ծախսեր։ Կարելի է ասել, շնորհիվ Թրամփի Եվրոպան գնում է միլիտարիզացիայի ճանապարհով։ ՆԱՏՕ-ի անդամները նաև Ուկրաինային խոսք են տվել այս տարի տրամադրել 70 միլիարդ եվրո ռազմական աջակցություն, նույնքան էլ հաջորդ տարի։ Գագաթնաժողովի արդյունքում հրապարակվել է այս դեկլարացիան, որի վերջում, սակայն կողմերը չեն պարտավորվում նորից անպայման հանդիպել, այլ ընդամենը ասում են, որ սպասում են հաջորդ հանդիպմանը։ Ու Էրդողանը Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիո Կոշտային նվիրել է զենք։